Մեքսիկական շնչով ու կրակով Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կատակերգական ժանրի առաջնախաղ է, կոստյումով տղամարդիկ։ Ես ստեղծում եմ բեմավիճակները, ես ստեղծում եմ մեքսիկական տեկիլա քաղաքը, այնտեղ տեղադրում եմ, ճակերտավոր տեղադրում եմ բոլոր են գործող անձանց, ում հանդիսատեսը տեսնելու է բեմում։ Մեքսիկայի աղքատ թաղամասում ծնված 6 երիտասարդների երազանքները տարբեր են, որոնց հասնելու համար թվում է, թե պակասում է միայն կոստյումը։ Նման երեկոներին ուզում ես շատ բաների մասին երազանք։ Որոր կտամ չերած ես, Մարտինես։ Մենք Մեքսիկայում ենք ապրում։ Այստեղ երազելու իրավունք միայն հարուստներն ունեն։ Փորձում եմ 6 ընկերով ձեռք բերել 1 կոստյում եւ ըստ նրանց երբ նրանք ձեռք բերեն այդ կոստյումը, այն բոլոր նպատակները, այն բոլոր երազանքները, որոնք ունեցել են մինչ այդ կիրականանան եւ նրանք կհասնեն այն ամենին, շնորհիվ կոստյումի, ինչին այդքան երկար տարիներ ցկտել են։ Հերոսների համար միայնակ հնարավոր չէ գնել այդ թանկարժեք կոստյումը, ուստի նրանք որոշում են միավորվել եւ միասին գնել վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը, որը ինչպես նրանք հավատում են, կարող է փոխել իրենց ճակատագիրը։ Մեր 6 երիտասարդները, ովքեր մոլորված են եւ ցանկություն ունեն իրենց կյանքում երազանքներ ունեն ու կարծում եմ, որ 6-ով միանալով, չբացելով շատ ճակերտներ, 6-ով գնում են ընդամենը 1 կոստյում, որպեսզի ըստ իրենց դիրքավորվեն եւ բոլոր իրենց երազանքներն կատարածվեն, բայց հասկանում են շատ կարևոր բան, որ ավելի կարևոր արժեք կա, դա մարդն է։ Այս ստեղծագործությունն առանձնանում է իր հումորով, հույսով ու թեթև կախարդական ռեալիզմով, որը բնորոշ է Բրեդբերիին։ Պիեսը ստեղծվել է Ռեյ Բրեդբերիի վանիլային պաղպաղակի գույնի հրաշալի կոստյումը պատմվածքի հիման վրա։ Բեմադրության ու երաժշտական ձևավորման համար թատրոնն այս անգամ համագործակցել է երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանի հետ։ Դրամատիկական թատրոնի դերասանները շատ մեծ հավատով են։ Իրենք ռեժիսորամետ դերասաններ են ու յուրաքանչյուրը ուղղակի անում է այն ինչ որ դու ցանկանում ես ու մեծ հավատով են մոտեցել այս գործին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց ու շատ հաճելի էր իրենց հետ աշխատանքը։ Շատ պատասխանատու է Գյումրու հանդիսատեսը, որովհետև ես գիտեմ, որ Գյումրու հանդիսատեսը շատ ամեն ինչ տեսած, շատ թատրոն սիրող հանդիսատես է ու իհարկե պատասխանատու արդյոք կսիրի հանդիսատեսը թե ոչ, արդեն կտեսնենք մի քանի րոպեից։ Հատկապես մեր օրերում շատ կարևոր է մենք ծիծաղենք, մենք իրար սիրենք, մենք խոսում ենք մեր ներկայացումների հիմնականում ես ընտրում եմ այնպիսի աշխատանքներ, որտեղ ավելի շատ խոսվի սիրո, համերաշխության, մեր արժե համակարգի մասին, որովհետև կարծում եմ այսպես թե այնպես առօրյա կյանքում մենք բավականին խորելու ու մտածելու առիթներ շատ ունենք ու տխրելու, ես ուզում եմ, որ թատրոնը տա սեր ու թատրոնը հաղորդի հանդիսատեսին համերաշխություն, սրանից կարևոր բան չկա։ Սա թատրոնի 160-րդ Հոբելյանական թատերաշրջանին ընդառաջ առաջնախաղերից է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշում է, ինչպես խոստացել են ողջ տարին է լինելու բուռն ու բազմաժանր։ Եվ ինչպես հայտարարել ենք, ամբողջ տարին պիտի լինի մեզ համար տոնական, եւ տարին մենք սկսեցինք հյուրախաղերով Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ վերջում էլ լինելու է Գյումրու միջազգային փառատոնը, որը այս տարի իրականացնելու է Գյումրու թատրոնը հոկտեմբեր ամսին է լինելու, ի տարբերություն անցած փառատոնների, որը մայիս ամսին էր կայանում, մեր մոտ հոկտեմբեր ամսին է թատերաշրջանի բացմանը։ Առաջնախաղեր Աջամյանական բեմին դեռ շատ կլինեն, իսկ այս մեկը եկել է ասելու, որ երազանքները կոստյումով չափել չարժե եւ կան արժեքներ, որոնք ավելին են։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։